Սիրելի բարեկամներ, ողջույն, սկսում ենք Ստատուս Քոն, ես քաղաքագետ Գևորգ Մելիքյանն եմ։ Այսօր մենք հյուրընկալել ենք Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանին։ Գուրգեն, ողջունում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուրախ եմ ձեզ տեսնել առաջին անգամ մեր տաղավարում եւ նաեւ մենք առաջին անգամ ենք այս ձևաչափում շփվում, եթե չեմ սխալվում, այնպես որ այսօր կլինի մի փոքր բարդ հարցեր, այսինքն այն իմաստով, որ արդեն կարծեք նախընտրական փուլը մեկնարկում է, որովհետև այսօր առավոտյան վարչապետ Փաշինյանը ըստ էության իր սոցիալական կայքում գրեց, որ առաջադրվում է, երևի տեսել եք, եթե ոչ ասեմ, որ նշել է, որ առաջադրվում է իր տեխնացությունը, այսինքն մասնակցելու է 26 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Սա նշանակում է, որ մեկնարկում է ըստ էության արդեն եւ այսօր առավոտյան դրանից հետո ինքը մասնակցեց մի ֆորումի, որը կազմակերպել էր Օրբելի վերլուծական կենտրոնը, որտեղ մասնավորի խոսվեց եւ Ալիևի հայտարարության մասին, որը շատ տարօրինակ ինքը արձագանք տվեց եւ խոսեց խաղաղության մասին։ Ես այդ մի քանի հարցում եմ, եթե դեմ չեք մի փոքր բլիցի նման ասենք, որովհետեւ դուք եք կարծում մասնակցելու եք ընտրություններին, այո, վստահաբար մասնակցելու եք։ Հետաբար Գուրգեն, ինչ եք կարծում, արդյոք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը գոնե մինչև այժմ կարող ենք որակել հակապետական կամ հակահայկական, ինչպեսի գնահատական կտակ։ Գիտեք, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը հետագից չունեցող քաղաքականություն է, անգամ կարելի է արդյոք դա համարել որպես քաղաքականություն, կդժվարանամ ասել։ Դրա հետևանքները եւ դրա աղետալի իրավիճակները կարող են անգամ աղետալի դառնալ Հայաստանի Հանրապետության համար։ Եվ Իմ գնահատմամբ, եթե առավել եւս նրանց այս վերջին 7-րդ համաժողովի ընթացքում հրապարակած հռչակագրի կամ կետերը նկատի ունենալով, եթե մենք ամբողջ ժողովրդով չգիտակցենք, եթե քվեով օժտվեց Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը, ապա խիստ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ճակատագրի վրա։ Այս առումով ես կարծում եմ, որ նրանց քաղաքական կրավորական կեցվածքը եւ ոչ ճիշտ եւ պատշաճ ընտրված քաղաքական ուղղությունը ամենևին էլ չեն պատասխանում Հայաստանի Հանրապետության ազգային շահերի գլխավոր գոյութենական պահանջներին։ Եթե Արցախի կորուստի մասին խոսենք, արդյոք մենք կարող ենք դրանում մեղավոր համարել Փաշինյանին, եթե այո, որքանով։ Նաեւ Փաշինյանին։ Արցախի կորուստը հասունացվել է 94 թվականից։ Փաշինյանի մասով կարող ենք ասել, որ նա ուներ 2 տարի աստվածատուր ժամանակ, այս ընթացքում, այդ 2 տարվա ընթացքում ռազմաքաղաքական ղեկավարության շրջանում մաքրություն, այսպես ասած, անելու, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ զինված ուժերի վերնախավում շատ գեներալներ կային, որոնք աֆիլիացված էին ռուսական իրողություններին, եւ գոնե կտրուկ հայտարարություններ չանելով հարցը արկախել կամ հետաձգել ժամանակի մեջ ավելի մեծ հնարավորություններ վաստակելով խաղաղության համար։ Եթե ենթադրենք այդ էլ Նիկոլ Փաշինյանից կախված չէր, այնուամենայնիվ արտաքին ագրեսիան պետք է լիներ, ապա արտաքին ագրեսիայի եղելությունը նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանը պետք է կարողանար լավագույն որոշումներ կայացնողներին համախմբել կառավարության շուրջ, որպեսզի մարտը մղեին եւ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չհասունանա, որովհետեւ ես խորապես համոզված եմ, անգամ եթե արտաքին process-ներով պայմանավորված այդ ագրեսիան կար, եթե ագրեսիան շարունակվեր ձմռան ընթացքում, երբ որ ինտենսիվությունը մարտական գործողություններից զգալի նվազել էր եւ այդ ձմռան պայմաններում լոգիստիկ խնդիրները, որ ունեին հակառակորդ կողմերը, զգալիորեն դանդաղացնելու էին Արցախի նկատմամբ աբսորբացիոն քաղաքականությունը, իսկ արդեն 2021 թվականի Գարնանը Միացյալ Նահանգներում ռազմաքաղաքական ղեկավարություն էր փոխվել եւ շրջաբերաբար այլ կոնյունկտուրա էր ձևավորված տարածաշրջանում։ Հնարավորություն կլիներ նորից էլի սառեցնել կոնֆլիկտը։ Այսինքն կլիներ 2016 թվականի ապրիլյան քարոզիայի նման ռազմական ագրեսիա եւ սառեցում կոնֆլիկտի։ Այն իրավիճակը, որ ունենք հիմա, կարող էր չլինել։ Այդ կասկածը մենք կարող ենք ունենալ իբրև քաղաքական գործիչներ եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Ես ունեմ։ Թեպետև պատմությունը եթեներ չի սիրում, բայց մենք տրամաբանող անձիկ ենք, չէ՞։ Հաշվարկում տեսնում ենք, որ ենթադրենք այդ ձմռան իրավիճակներում մարտական գործողությունները շարունակվեին, ինչ տեղի կունենար, ինչ կոնյունկտուրա ձևավորվեց 21 թվականին արդեն, որ Ղազախստանյան իրադարձությունները ծավալվեցին արդեն, այնուհետև Ռուսաստանը հետաձգելու խնդիր չէր կարող դնել Ուկրաինայի հարցով աշխարհակարգի վիճարկման առումով։ Մենք կարող էինք Արցախը չկորցնել եւ այս պարտությունը, որը ըստ էության ես չեմ համարում Հայաստանի Հանրապետության պարտություն, սա պաշտպանության բանակի պարտություն էր։
եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության պարտություններ, փաթաթել ժողովրդի պարանոցին որպես պարտություն համարվում ռազմավարական սխալ։ Համարում եք, որ հիմա քանի որ խոսեցիք զինված ուժերի մասին, այդտեղ շատ հարցեր բնականաբար կան եւ այն որ այսօր մենք տեսնում ենք, որ բանակի զորակոչի ժամկետն է կրճատվում, խոսակցություններ կան, որ բյուջեն է կրճատվում, նաեւ դրան զուգահեռ կա Ադրբեջանի պահանջը դեմիլիտարիզացիայի։ Փաշինյանը մի շարք հարցազրույցներում եւ ելույթներում նշել է մոտավորապես հետեւյալ միտքը, եթե ուղիղ չցիտեմ, որ մենք պետք է ունենանք ոչ թե մարտունակ, այլ պաշտպանունակ բանակ, եւ լսել եք այդ իբր թե հակասությունը, եւ որ նաեւ մենք ումից պետք է ավելի ուժեղ լինենք, մեկ պետությունից, երկու պետությունից, երեք պետությունից, եթե թարգմանաբար ասեմ, նշանակում մենք ումից ուժեղ լինենք Ադրբեջանից, Ադրբեջան պլյուս Թուրքիայից, Ադրբեջան պլյուս Թուրքիա պլյուս Պակիստանից, թե ումից, հետեւաբար մենք կարիք չունենք ունենալու ինչպիսի է, այդքան մարտունակ բանակ, այդքան զենք զինամթերք մեզ պետք չի։ Հետևաբար մեզ ավելի լավ է ունենալ փոքր բանակ, որը կպաշտպանի սահմանները։ Գլոբալ առումով ինքը սա նկատի ունի։ Ինչպես եք դրան։ Դա նշանակում է, որ նա նախընտրում է ավելի լավ է չլինենք, քան լինենք։ Նիկոլ Փաշինյանը գաղափար անգամ չունի պաշտպանական անվտանգային քաղաքականությունից։ Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա պաշտպանունակ լինել ադրբեջանա-թուրքական միացյալ զինված ուժերի դեմ։ Այսինքն մենք իզորու ենք եւ կարող ենք եւ պարտավոր ենք զարգացնել այնպիսի պաշտպանունակություն եւ զինված ուժեր, որը կարողանա չեզոքացնել թուրք-ադրբեջանական միացյալ ռազմական ագրեսիան շփման գծի ողջ երկայնքով։ Այսօր առավոտյան Փաշինյանը այդ միջոցառմանը, որին ես եւս ներկա եի գրեթե ամբողջությամբ եւ լսեցի իր ելույթը, ըստ էության օրինակ ինքը խոսում է այն մասին, որ մենք այնքան խաղաղություն ենք արդեն կառուցել, որ դա ակնհայտ է, դա տեսանելի է, Ավասիկ Ցորենն է գալիս Ղազախստանից եւ նաեւ խոսեց արցախցիների վերադարձի մասին, բան, որ անգամ արևմուտքում են խոսում, որ Արցախ եւ ընդհանրապես մարդիկ իրավունք ունեն վերադառնալու իրենց տները, բոլորը աշխարհում իրենց տուն վերադառնալու իրավունք ունեն։ Նա ասաց, որ դա վտանգավոր, շատ վտանգավոր դիսկուրս է եւ կարող է խանգարել խաղաղության գործընթացին։ Այդ նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանին անհապաղ հերացնելու քաղաքականություն պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետությունում։ Այլընտրանքային ուժերը պետք է ձևավորեն այնպիսի իրավիճակ, որ այդպիսի մտածելակերպ ունեցող, գիտելիքների սակավություն ունեցող ռազմաքաղաքական ղեկավարությունից ապահովագրենք մեր ժողովրդին եւ մեր հանրապետությունը։ Ինչ վերաբերում է, որ ասում են ադրբեջանցիները կարողացել են ռազմաքաղաքական դաշինքներ ձևավորել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ռազմաքաղաքական դաշինքները կարելի է քանդել, կարելի է փոփոխել, հակընդդեմ դաշինքներ ձևավորել։ Հակընդդեմի մասին էլի տարբեր մոտեցումներ կան, որ օրինակ պետք է ռուսական թևի հետ լինել, շարունակել Ռուսաստանի հետ ինտեգրվել ավելի խորը, ոմանք ոչ պետք է հրաժարվել Ռուսաստանից, օրինակ պետք է 102-րդ բազան հանել եւ ՆԱՏՕ-ի հետ փորձել համագործակցել եւ դառնալ անդամ, եւ գլոբալ առումով ոչ այնտեղ են շատ մեծ ճանապարհ անցնում, ոչ այնտեղ եւ արդյունքում էլի մնում է, որ մենք կարծեք մնացել ենք առանց դաշնակիցների։ Այդ առումով օրինակ ինչ դուք կանեք։ Մենք դաշնակից չենք էլ ունեցել։ Ռուսաստանի Դաշնության հետ 97 թվականի պայմանագիրը, եթե դուք համարում եք դաշնակցային հարաբերություններ, որոնք որ ցկյանս է եւ միջև այսօր գոյություն ունի, ուրեմն մենք սխալվում ենք, որովհետեւ չի կարող դաշնակցային հարաբերություններ ունեցող երկիրը տնտեսական ռազմաքաղաքական ագրեսիա կիրառելով դաշնակցին թույլատրել այն աստիճանի եւ դաշնակցի թշնամուն զինել եւ հզորացնել այն աստիճանի, որ Արցախի կորուստը դառնա ռեալ, հնարավոր, որը բնության մեջ անհնարին էր, այդ լեռները անհնարին։ Ինչու՞ չի հրաժարվում Փաշինյանը դուրս գալ հապկից կամ խզել բոլոր կապերը Ես ունեմ կասկածներ, որ նա ռուսական ուղղությունը սպասարկող պաշտոնատար անձ է, որը հայտարարում է, որ մենք գնում ենք դեպի Եվրոպա, որտեղ հայտարարություններն ու գործողությունները շրջաբերաբար տարբերվող են։ Այն ինչ որ նրանք ասում են, գետնի վրա չենք տեսնում։ Ինչպես են արևմուտքում հավատում այդքան իրեն։ Իսկ արևմուտքում առհասարակ կարողանում են adekvat հաշվարկել Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրողությունները թե ոչ, հարցերից հարցն է, որովհետև արևմուտքում ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը եւ նրա քաղաքական ուժը ամենակոմֆորտն է ճանաչված երբևիցե այն քաղաքական ուժերի շրջանակում, որոնք որ արևմուտքը փորձել է կոմունիկացիա հաստատել։ Դեռ Սերժ Սարգսյանի ժամանակահատվածում, առավել ևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում, արևմուտքը ոչ մի շարժի ու տեղաշարժի հնարավորություն չի ունեցել Հայաստանի Հանրապետությունում։ Գուցե եւ այսպիսի պրոռուսական իշխանությունների արկայությունը ինչ որ չափով կոմֆորտ է ձևավորել, ով գիտի։
որովհետև արևմուտքի կողմից էլ Հայաստանի Հանրապետությունը գուցե թեպետ եւ կարևոր տարածաշրջան ենք, բայց մեր մասշտաբներով գուցե այն կարևորությունը չունենք, որ արևմուտքն էլ խոշորացույցով այլընտրանքների կայացման կամ օժանդակության հարց բարձրացնի։ Գուցե կարծում եմ, եթե ինչ-որ հավելյալ օժանդակության հարց լինի, ներկայիս հնարավորություններն էլ արկախվեն, ով գիտի ինչպես է աշխատում նրանց ռազմաքաղաքական հաշվարկները, բայց աներկբայորեն այն հաշվարկը, որ Նիկոլ Փաշինյանը իրականացնում է քաղաքականության համատեքստում, որ դուրս է թողնում եվրոպական ներգրավվածությունը մեր տարածաշրջանում, հենց Ֆրանսիայի հետ ռազմաքաղաքական դաշինքի զարգացումը տարակուսելի է նույն արկախվեց, այո, համարյա կարելի ասել։ Այո, հեսա որ այդ պայմանավորված միջանկյալ փաստաթղթով վերջնական խաղաղության փաստաթուղթը եղավ երրորդ դիտորդական առաքելություն։ Ինչպես դրան էլ անդրադարձա Փաշինյան, իրեն հարցրեցին առաքելությունը լինելու է, չի լինելու, մնալու է, չի մնալու, ինքը ասաց, որ եթե երբ որ ասած ժամանակի խնդիրը, երբ որ ընդունվի հռչակագիրը եւ այդ փաստաթուղթը ստորագրվի, փոփոխություններ հնարավոր է լինեն կամ ավելի շուտ կլինեն, հաստատ կլինեն։ Այսինքն հասկանալի է, որ եթե իրենք ստորագրեցին, պիտի ասեն, որ շնորհակալություն, հաջողություն ձեզ։ Սա է։ Այսինքն խաղաղության պայմանագիրը նկատի ունեք։ Այո, այո։ Դե ինչ ասեմ, մի պարագայում, երբ որ հարևան պետության ղեկավարը հանդիպում է իր քաղաքացիների հետ եւ ինքնավստահ կեցվածքով պնդում է, որ ինչ որ ռուսական քարտեզներում մեր Սևանա լիճը գյոբչա է անվանվում եւ որ տասնյակ հազարավոր անգամ 100,000-ավոր ադրբեջանցիներ են ապրել այդ տարածքների վրա, որոնք ներկայիս Հայաստանի Հանրապետության տիրապետման տակ են եւ այդ քաղաքացիները բռնաճնշումների միջոցով լքել են իրենց հայրենիքը, հիմա տանկերով պետք է չվերադառնան, այլ մեքենաներով պետք է վերադառնան։ Այս պարագայում եթե ներկայիս Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը համարում է, որ մենք խաղաղության մեջ ենք, ուրեմն ես որպես առաջին հերթին վերլուծաբան, որպես մարդ, որը քաղաքագետ է մասնագիտությամբ, կարող եմ հիպոթետիկ առաջ քաշել մի տեսակետ, որ նրանք հանդիսանում են Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ եւ հայ ժողովրդի նկատմամբ կոգնիտիվ պատերազմի ռեագենտներ։ Եվ Ադրբեջանը մեր նկատմամբ կոգնիտիվ գիտակցական պատերազմ է մղում։ Կոնվենցիոնալ զինված ուժերի ռազմական գործողություններից թևակողել են գիտակցական պատերազմների թատերաբեմ, որը 3 մակարդակով է կյանքի կոչվում։ Առաջինը ապատեղեկատվություն, երկրորդը հոգեբանական ներգործություն, երրորդը պատումների, նարատիվների պատերազմ։ 3 ճակատներում էլ մենք պարտություն ենք արձանագրում։ Ինչու՞, որովհետև Նիկոլ Փաշինյանը հռչակել է խաղաղություն։ Իսկ դա իրենից ենթադրում է ոչ միայն, որ մենք կրավորական կեցվածք ենք գրավում Ադրբեջանի կողմից ծախսվող միլիարդների ուղղությամբ, որ մեր դեմ այդ պատերազմը սանձազերծել են եւ տանում են, այլ նաեւ մենք ինքնապաշտպանական որևէ հնարավորություններ չենք բացահայտում, հակընդդեմ քայլեր չենք անում։ Այս պարագայում ինչպես մենք կարող ենք տրամաբանական համարել նրանց վարած քաղաքականությունը առհասարակ։ Եթե դուք գաք իշխանության կամ ըստ ձեզ, եթե որևէ այլ ուժ կա իշխանության, արդյոք պետք է այս իշխանությանը գործող տանել դատարան։ Անշուշտ լուստրացիա պետք է իրականացվի։ Այլընտրանքային արդարադատություն, այլընտրանքային արդարադատությունը կոչված է լինելու Հայաստանի Հանրապետությունում արդարության վերականգնմամբ եւ այդ համատեքստում Հայաստանի Հանրապետությունում 1990 թվականից մինչեւ 26 թվական գոյություն ունեցող բոլոր քաղաքական ուժերը պետք է անցնեն այդ ֆեմիդայի սրի տակով։ Եթե այդ այլընտրանքային արդարադատությունը լուստրացիա իրականացնող մարմինը որոշում կայացրեց, որ ներկայիս քաղաքական ուժը պետք է դատապարտվի այս կամ այն իրողություններով պայմանավորված, դա նրանց որոշելիքն է, որևէ գործադիր իշխանություն 44 օրյայի համար Արցախի կորստի Արցախ Ադրբեջանի կազում ճանաչելու եւ լեգիտիմացնելու ադրբեջանական, ինչպես դուք եք ասում, պատումները, նարատիվները ընդհանրապես այդ ճանաչել են, նրանք են ճանաչել, Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել, Հայաստանի Հանրապետությունը, որպեսզի Արցախը ճանաչի Ադրբեջանի մաս, ընդհանրակարգ պետք է լինի։ Առաջին հերթին խորհրդարանը այդպես պետք է ընդունի, նախագահը պետք է վավերացնի եւ այդ վերջնական մոտեցումը Սահմանադրական դատարանը պետք է Սահմանադրական ճանաչել է, քանի որ ինքը չէր ճանաչել առանձին Հայաստանի մաս կամ առանձին պետություն, հետեւաբար ինքը ուղղակի հայտարարության մակարդակում արել է, չէ, արել է Հայաստանը մի քանի անգամ է արել։ Հայաստանը չէ, Փաշինյանը պաշտոնատար անձինք, ղեկավարներն են արել, Հայաստանը չի ճանաչել։ Այո, նույն բանն ենք ասում։ Նկատում եմ, որ մենք չէ, Հայաստանը դա իրավաքաղաքական ճանաչման մասին է։ Հայաստանը չի էլ կարող ճանաչել Ղարաբաղը, Արցախը, Ադրբեջանի մաս, որովհետև մեր անկախության հռչակագրով Արցախը վերամիավորված է Հայաստանին։
Եվ ինչը որ հիմա փորձելու են համանդրական բարեփոխումների, այսպես կոչված բարեփոխումների միջոցով հանել տալ։ Ամբողջ ապատեղեկատվությունը կայանում է նրանում, որ Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի մաս։ Նման բան չկա, քաղաքական գործիչներն են ճանաչել։ Ղեկավարությունն է ճանաչել, դա Հայաստանը չի։ Նրանք անցողիկ են, Հայաստանը հավիտենական։ Հայաստանը կապիտուլյացիոն փաստաթուղթ չի ստորագրել, որով Արցախը ճանաչում է այլ պետության մաս։ Հայաստանի սահմանադրական դատարանը չի կարող նման որոշում ընդունել, որովհետև դա կլինի անկախության հռչակագիրը ոտնահարող որոշում։ Հետևաբար Հայաստանը չի ճանաչել, ով ճանաչել է, նա էլ պատասխան է տալու։ Հիմա դատարանի առաջ, թե ժողովրդի առաջ, թե քաղաքական պատասխան է տալու, դա մեր որոշելիքը չի, որպես հավակնորդներ գործադիր իշխանությունը զբաղեցնելու, այլ լուստրացիայի մարմինը պետք է իրականացնի։ Մենք պարզապես պետք է քաղաքական կամք գտնենք։ Այն ուժն էլ, որը որ կանցնի խորհրդարան, քաղաքական մեծամասնություն կկազմի, պետք է քաղաքական մեծամասնություն կազմող խմբակցությունը ազգային ժողովի ենթակայության տակ ժամանակավոր հանձնաժողով ձևավորի այլընտրանքային արդարադատության լուստրացիայի, այնտեղ ներգրավեն Հայաստանի Հանրապետության եւ Սփյուռքի լավագույն իրավաբաններին, որոնք որ քաղաքական գնահատական կտան, քաղաքական իրավական, այո, եւ իրավական գնահատական կտան այն իրավիճակին, որը որ կա։ Այնուհետեւ երբ որ կմաքրվի սահմանադրական դատարանը, դատական մարմինը Հայաստանի Հանրապետության, հետեւաբար այլընտրանքային արդարադատության կոմպետենցիաները իրենց վրա կստանձնեն օրինական դատական իշխանությունները Հայաստանի Հանրապետության։ Սա է ընթացակարգը, եթե մենք այդ ճանապարհով չանցանք, անընդհատ այդ աղբը տարբեր իրավիճակներում դրսևորվելու է։ Եթե մենք ինքնամաքրման ճանապարհով չգնացինք, եւ սա օրինաչափ է, պետություններ կան, որոնք որ աղետների միջով անցնելուց հետո լուստրացիայի մեթոդով ինքնամաքրվել են, արդարությունը հաստատել են եւ շարունակել են իրենց ընթացքը։ Փաշինյանը հիմա ոտնձգություններ է անում մի քանի ուղղություններով, առաջինը ցեղասպանության հարցը, դա հիշում եք, որ ապրիլին ոչ թե կասկածի տակ դրեց, այլ այնպես լղոզած ներկայացրել, որ մենք պետք է անուն առանուն իմանանք, ովքեր են եղել, միգուցե հարցը տալիս կամ ինչ է տալիս մեզ ճանաչում ընդհանրապես, դրանից հետո հաջորդեց Արարատի սիմվոլիկայի հարցը, հետո եկեղեցու հանդեպ ոտնձգությունները։ Միթևը դա մեկնաբանում է որպես պրագմատիզմի դրսևորում։ Մենք պրագմատիկ պետք է լինենք, մենք պետք է նայենք առաջ, մենք պետք է լինենք ժամանակակից։ Մյուս մասը դա նայում է ինքնութենական ճգնաժամի որպես դրսևորում։ Դուք ինչպես եք տեսնում։ Իմ գնահատմամբ հանցագործությանը իրավաքաղաքական գնահատական չտալը եւ իրավաքաղաքական արտահայտության չձգտելը հիմարություն է։ Միայն այն պատճառով, որ դու դուր ես բացելու նմանատիպ այլ հանցագործությունների համար, որտեղ եթե դրա համար ինչ որ մեկը ինչ որ մի ժամանակ չի պատժվել, էլի է անելու։ Ինչը որ մենք տեսանք, ինչ է կարծում եք Արցախում ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Բայց այսօր այդ ցեղասպանությունը կատարողի հետ Փաշինյանը ըստ էության համարում է գործընկեր այդ մարդուն, համարում է նույնիսկ այսօր հիացած էր իրենով առավոտյան, որ ասում է, չէ, սպասում որ Ալիևը նման քայլ կանի, որ ոչ միայն թույլ կտա մեկ գնաց Ղազախստանից, այլև ընդհանրապես ասի, որ խնդիր չի լինելու ընդհանրապես տրանզիտի հետ կապված։ Ինչ ասեմ։ Խնդիրներ են, հայ ժողովուրդը պետք է գիտակցի, որ պատմությունը գիծ է քաշել։ Էպիկական մտածելակերպով եմ ես անընդհատ շեշտում, որ այդ 4 գլխանի վիշապի վերարտադրվելու հնարավորությունը մենք պետք է ամբողջ ազգով թույլ չտանք։ Ընդ որում ես նկատում եք Լևոն Տեր-Պետրոսյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, այո, այդ վիշապը 3 վիշապ գլխանի վիշապ ունեցել են պատմության մեջ, բայց 4-ը հայտնվել է, որտեվ 4-րդը կարող էր այդպեսին չլիներ, բայց նրանք գիտակցություն, գիտելիքներ, կամք գուցե եւ արժանապատվություն չունեցան գնան ճիշտ ճանապարհով, ով գիտի։ Հիմա հայ ժողովուրդը եթե սխրանք կգտնի իր ներսում եւ կթերթի հին քաղաքական համակարգի էջը, հին դերակատարներին նոր քաղաքական դաշտում սուբլիմացնելու հնարավորությունից կզրկենք։ Ընդ որում ես մի բան եմ ուզում ավելացնեմ, հարգելի Գևորգ, Հայաստանի Հանրապետությունում ներկայիս գործող լրատվականները, վերլուծաբանները, գիտնականները աննախադեպ պատմական առաքելություն ունեն իրենց ուսերի վրա ծանրացած, որ երբևիցե նմանը չի եղել երբևիցե։ Հայ ժողովուրդը պատմականորեն իմաստուն ժողովուրդ է, գենետիկ իմաստությունը իր մեջ կրող։ Գուցե եւ հիմա գիտելիքների պակաս ունեցող չարացած,
տրավմաների մեջ, հանրային փսիխոզի մեջ, մենք պետք է մարդկանց լուսավորենք, ճանապարհը ցույց տանք։ Դուք բանալի եք հանդիսանում։ Պետք է մարդկանց սրտերը կարողանաք բացել։ Գուրգեն, բայց գիտեք, չէ, դուք շատ կարևոր բան եք բարձրացում։ Այստեղ հակառակ կողմն այն է, որ մարդիկ հիմա ձեր թվարկածը հաշվի առնելով սկսել են լսել ավելի շատ սկանդալային բաներ, ոչ թե վերլուծություններ, ոչ թե մտքի հետ աշխատանք, եւ ցանկացած լուրջ վերլուծական հաղորդում ինքը դառնում է ամենավերջում դիտվողների մեջ։ Ես կարծում եմ, որ դրանք տարբեր ընկալումների տիրույթում են գտնվում։ Սկանդալային հաղորդաշարերը ժամանց են։ Մարդիկ դրանք չեն նայում պրագմատիկ վերլուծության համար, նայում են ժամանցի համար։ Սերիալ է, այսպես թերթելով։ Թերթում են, հետաքրքիր է, ով ում վրա ջուրը կցողի, ով ում կանպատվի, ով հայհոյան կասի նա կպատասխանի թե չէ, բոքսի նման են նայում։ Բոքսի նման։ Այսպիսի հաղորդաշարերը մարդիկ կնայեն, որ ճիշտ ու սխալը կարողանան հասկանալ, ընկալել կողմնորոշիչները պատկերացնել։ Սա անհնարին է նմանատիպ հաղորդաշարերը, պրագմատիկ դիսկուրսը, խոսույթը, վերլուծությունները փոխարինել շոուով։ Եթե ամբողջ մեդիա տիրույթը շոու լինի, մարդիկ խարխափելու են իրականությանը։ Բայց կան չէ՞ նա փորձագետներ, այսպես կոչենք, փորձագետներ, որոնք դարձել են խոսող գլխեր, գլուխներ, talking heads, ինչպես ասում են Ամերիկայում, որոնք կարծեք թե կերպարանքով փորձագետ են, բայց զբաղված են Փաշինյանին սպիտակեցնելով, մաքրելով, white wash անելով, անընդհատ, անդադար, ինչ էլ ասի, նույնիսկ եթե Փաշինյանը ինքը հերքի, իրենք շարունակում են դեպնդել ասել, որ ինքը ճիշտ է ասում, թե արդեն ինքը հերքել է, որ նման բան ասել, ենթադրենք եւ այլն։ Բայց այս հարցը նույն օրինակերտ արևմտամետությունը, որը բերել են դաշտ։ Շուկան պետք է ամեն ինչ լինի։ Պիտի լինի ամեն ինչ։ Պիտի ամեն ինչ լինի։ Մարդը երբ որ մտնում է շուկա, տեսնում է, որ այնտեղ թունաքիմիկատներով հագեցած ինչ-որ պրոդուկտ էլ կա եւ սննդարար, կենարար պրոդուկտ էլ կա։ Մարդկանց ընտրության հնարավորություն ենք տալիս։ Մեր խնդիրն է ոչ թե հերքենք այս կամ այն շոումենին կամ անձնավորությանը, որը տարբեր ինչ-ինչ պատճառները բազմաթիվ կարող են լինել, ինքնախաբեությունից բռնած մինչև փող, վարձու աշխատանք, մինչև օգտակար ապուշի կարգավիճակում հայտնված լինելու հանգամանք, մոտիվները բազմաթիվ կարող են լինել։ Հիմա մենք ժողովրդին պետք է տանք այն չափորոշիչները, որով որ ինքը պրոդուկտի որակական հատկանիշները կարող է ընկալել։ Այդ չափորոշիչների տրամադրման մեջ է մեր առաքելությունը։ Երբ որ մենք ասում ենք հարգելիներ, Նիկոլ Փաշինյանը գործադիր իշխանության ղեկավարն է։ Գործադիր իշխանությունը վարչապետը ի պաշտոն է, ունի Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնամխելիության, սահմանադրական կարգի պաշտպանության եւ անվտանգային ու սոցիալական բազմաթիվ խնդիրների մի ծաղկեփունջ, որ ինքը պետք է կարողանա հանգուցալուծի։ Առաջին հերթին դա կենսական գոյութենական հիմնահարցերն են, օրինակ երկրի պաշտպանունակությունը։ Բայց ասենք օրինակ Արսեն Թորոսյանը ասում է դա մեղավորությունը չի, որ ադրբեջանցիները գրավել են ջերմուկի մի հատված, ասում է դա մենք ինչ կապ ունենք դրա։ Արժի абսուրդ հայտարարություններին անդրադառնալ։ Չէ, որտեվ կարող է հերոսատորները չիմանան հաճախ, որ նման իսկապես ինչպես դուք եք նշում абսուրդ եւ անտրամաբանական մարդիկ շատ լավ էլ գիտեն, անգամ այդ նույն հարցազրույցի ժամանակ մոռացել էր, որ ջերմուկի տիրույթներում իրենց հրճակած ԽՍՀՄ Հայաստանի 29400-ից մաս կա պոկած, մոռացել էր։ Դա ասում են, որ ստորագրեցինք, իրենք հետ են։ Իմ գնահատմամբ կարող է վերջում պարզվի, որ Տավուշում այդ դեմարկացիա եւ դելիմիտացիա կոչեցյալը 30-ամյա պաշտպանական անվտանգային սահմանագոտու փշրման ակտ կարող է լինել, ով գիտի։ Ինչ իմաստով։ Այն իմաստով, որ եթե Ադրբեջանը ինչ-որ մի X պահում հարձակվի մեզ վրա, ստացվում է Նիկոլ Փաշինյանը կփշրել են Տավուշի պաշտպանական անվտանգային գիծը, որը 30 տարի կահավորված է եղել խրամուղիներով, տրամաբանական բաներով։ Անվտանգությունը ապահովել են տարածքի հաշվին, այդ տարածքը չկա, ըստեղության մնացել է միայն Ադրբեջանի։ Ադրբեջանցիները մտել են անտառ։ Չեզոք գոտի այնտեղ, այո, դա մոտավորապես 1 կիլոմետրը, որ շատ հեշտ կարելի անցնել, անձամբ եղել, իսկ դուք էլ եք եղել, տեսել եք։ Շրջել եմ ամբողջ այդ հատվածներով եւ այլն եւ այլն։ Հիմա հնարավոր է, չէ՞, որ այդպիսի սցենար ամբողջովին իրենց հետ բան։ Մենք տեսնում ենք բլուրի վրա, ընդ որում մեր հենակետը ավելի ցածր է նրանց ավելի վերև, ընդ որում ինչի է ստացել նրանց դորոշը մի քիչ ավելի լավ են փող ծախսել, դուք էլ մի քիչ մի երկու կոպեկ ավել ծախսեիք, տանեիք համանման հայկական Հայաստան։ Իրեն ֆորտիֆիկացիաներ են տեղ արել, ցույց են տվել ձեզ երևի, բայց որը ես չեմ գնացել պաշտպանության նախարարության ֆորտիֆիկացիաների, որտեվ երբ որ անվտանգության խորհուրդը զանգահարեց ինձ, որ տանեն ցույց տան, ես անվտանգության խորհրդին ասացի, որ ես
շինարար չեն, որ post factum իրականացրած այդ գործընթացները կամ չափեմ տենան ոնց է կարել, որակով է կարել, թե չէ։ Ես ռազմավարական մտածելակերպ ունեցող ռազմավարական մասնագետ եմ, երկրի պաշտպանական անվտանգային համակարգի մասնագետ եմ։ Ինձ ոչ թե post factum պետքա կանչեիք, ինձ միջև այդ որոշումը կայացնելը պետքա կանչեիք, իմ մտածելակերպը հարցնեիք։ Շինարար եմ, ինչ եմ գամ տնամ պատը ոնց է սարքե։ Իհարկե այնտեղ շատ բաներ կա տեսնելու, անկախ նայած ոչ շինարարական, այլ ձեր ասած ռազմավարական իմաստով, բայց դա իսկապես բան չի փոխում գլոբալ առումով։ Ես իմ մարտական ընկերների կահավորած դիրքերում եմ եղել, ովքեր ինձ հրավիրեցին այս տարվա սկզբում գնացի Կիրանց բաղանից հատվածում նրանց ինժեներական կառույցները, տեսա ինչպես են տավուշեցիները ինքնուրույն սեփական ուժերով, երկրորդ, երրորդ էշելոնացված գծեր անում, որոնցից հեռավորության վրա նաև այդ ֆորտիֆիկացիաներն են երևում, որը որ անվտանգության խորհուրդը պիտի տանել մեզ ցույց տար։ Հերվիս տեսել ցույց են տալիս անդադ բոլորին։ Եթե հիմա բանալի ենք տալիս ժողովրդին, սիրելի քաղաքացիներ, եթե մարդը կոչված է անելու սա, եւ հարց է բարձրացրել քաղաքական օրակարգը դրել մի բան, որը իր տիրույթներից դուրս է, եկեղեցու հետ կապված հիմնախնդիրը։ Ստացվում է գործ չի անում, չէ՞։ Թե մեր մոտ ամեն ինչ լավ է։ Բանակի համակարգը կա, կադրերով ապահովված է, սպառազինությունը այնքան կա, որ էլ ասելու չի, ամեն ինչ իդեալական է։ Եկեղեցու դեմ պայքարը բացատրվում է որպես իբր թե Ռուսաստանն է հետևում կանգնած, ուրեմն հետևաբար տեսեք, մենք պայքարում ենք Ռուսաստանի։ Այսինքն Ռուսաստանի այստեղ կոլաբորացիոնիստ ներկա գտնվող քաղաքական գործիչների հարցը լուծել բրծել են, Ռուսաստանի ագենտուրայի ներգրաված ցանցի հարցերը լուծել բրծել են, մտնում են արդեն ազգային ինստիտուտների տիպ։ Մենակ Ռուսաստանը, Թուրքիայից չկա։ Շատ, ինչքան ուզես։ Սումայով եւ Ադրբեջանից էլ կա շատ հանգիստ։ Ինչքան ուզես, ով գիտի, կարող այդ գործընթացները սկսեն գնան իրանց էլ հասնեն։ Դրա համար են երևի եկեղեցուց սկսում։ Ով գիտի, ռետորական հարց։ Ես վստահ չեմ։ Հետևաբար բանալիներ օգտագործելով մարդկանց այդ տեսակետների շուկայում ընտրություն կատարելու հնարավորություն պետք է տրամադրենք, ինչպես գիտակցեն որն է օգտակար, որը ոչ, եւ կարողանանք հնարավորություն ձևավորել, որ այդ ֆանտոմային ուժերը նոր իրողություններում չռեաբիլիտացվեն, չսուբլիմացվեն նոր քաղաքական դաշտում, ստեղծենք մաքուր ազգային քաղաքական դաշտ, նոր քաղաքական դաշտ, որը նախկինի ֆանտոմների համար տեղ չունի։ Գուրգեն ջան, շատ շնորհակալ եմ ձեզ այս անկեղծ եւ կարևոր զրույցի համար եւ պատասխանների համար, որ կարծում եմ այդքան էլ հեշտ հարցերի պատասխաններ չէին։ Շնորհակալություն ձեզ սիրելի հեռուստատողներ, որ հետևեցիք մեր այս քննարկմանը։ Հիշեցնեմ, որ հյուրընկալեցինք Հայաստանի Շնորհապետական կուսակցության նախագահ Գուրգեն Սիմոնյանին։ Ձեզ հետ էր քաղաքագետ Գեորգ Մելիքյանը։ Հաջողություն ձեզ։